Թուրքիայում դեղին մեդիան վարկաբեկում է Աննա Հակոբյանին։ Հայկական լրատվամիջոցների վրա Հայաստանում հարձակվելու փոխարեն կամ գոնե հարձակվելուց հետո առաջարկում ենք մտածել ավելի կարևորի մասին։ Հարցի, որին լուրը թարգմանած լրատվամիջոցներին սոցցանցերում քննադատող փաշինյանականներից որևէ մեկը չանդրադարձավ։ Ինչու է թուրքական մեդիան Փաշինյանի կնոջը վարկաբեկող լուր տարածում։ Այն էլ Փաշինյանի Ստամբուլյան այցից Էրդողանի հետ հանդիպումից բառացիորեն մի քանի օր անց։ Թե սա նորմալ է բանակցային գործընկերոջ այն պետության հանդեպ, որի հետ հարաբերությունների իբր կարգավորման գործընթաց կա։ Թուրքական այդ լրատվամիջոցները, որոնք գրում են, թե Աննա Հակոբյանը հանգստացել է Անտալիայի հայտնի հյուրանոցներից մեկում ծախսելով 100,000 եվրո, այո, հիմնականում դեղին են եւ մեղմ ասած, վարկաբեկող լուրը տարածել են առանց որևէ փաստի։ Բայց ինչու։ Աննա Հակոբյանը իհարկե հերքեց լուրը, պնդելով, որ սա նոր հեքիաթ է իր մասին։ Հազիվ թե թուրքական այս մեդիա արշավի նպատակը լինի Աննա Հակոբյանին վարկաբեկելը կամ ռևանշիստներ հայտարարված հայերին Փաշինյանին քննադատելու նյութ տալը, ինչի վրա հիմնականում կենտրոնացած են փաշինյանականները։ Սրանք մակերեսային մոտեցումներ են, հաշվի առնելով արշավին ներգրավված մեդիահարթակների չակերտավոր որակը եւ քանակը։ Թեմայում ներգրավված թուրքական լրատվամիջոցներից առնվազն 4-ը՝ Sözcü, Oda TV, Halk TV, Yeni Akit ունեն բավական մեծ լսարան եւ սա նշանակում է Թուրքիայում մեկը կամ ոմանք ցանկացել են Փաշինյանի կնոջը վարկաբեկող լուրերը տարածել լայնորեն։ Ինչուն կարևոր է, որովհետև Թուրքիայում մեդիան տոտալ վերահսկողության տակ է, հիմնականում իշխանության, Թուրքիայի նախագահականի։ Բայց Հակոբյանին առնչվող դեպքով խնդիրը բարդանում է, որովհետև նրա դեմ մեդիա արշավի դրոշակակիր են թուրքական ընդդիմությանը հարող լրատվականները։ Օրինակ Sözcü'n եւ Oda TV-ն կարելի է կապել քեմալիստների հետ։ Խնդիրն ավելի բարդ է, որովհետև Halk TV-ն հարում է քրդերին, Yeni Akit-ի հիմնադիրն էլ մի քանի լուսանկար ունի էրդողանականների հետ, Էրդողանի մեծ լուսանկարի առաջ։ Սկսենք քեմալականներից, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն են եւ այստեղ պետք է հաշվի առնել նախընթաց բովանդակությունը, նաեւ փաստը, որ Թուրքիայի ընդդիմությունն ինտենսիվ հակահայկական տրամադրությունների վերմակի տակ է մտնում, որովհետեւ Թուրքիայում հիմա ներքաղաքական պայքարի թեժ փուլ է։ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն, որին Էրդողանը բանտարկեց, համարելով իր գլխավոր մրցակիցը սպասվող ընտրություններում, հենց այս քեմալական Աթաթյուրքի հիմնած Ժողովրդահանրապետական կուսակցությունից է։ Նույն կուսակցությունից է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որը Իմամօղլուի չափ ու անգամ ավելի բարձր վարկանիշ ունի Էրդողանին տապալելու համար։ Եվ հայերի մասին, օրինակ, ապրիլի 24-ին ծավալուն գրառում էր արել Միացյալ Նահանգների նախագահի ուղերձից հետո։ Թուրքիայի ընդդիմադիր գլխավոր եւ ամենամեծ կուսակցությունը նրա միջոցով ամբողջ աշխարհին հայտարարեց, որ մերժում է նախագահ Թրամփի, նրա բոլոր նախորդների եւ մյուս արևմտյան առաջնորդների ապրիլի 24-յան հայտարարությունները։ Յավաշը հավելել էր, թե Թուրքիա-Հայաստան եւ դրան զուգահեռ Ադրբեջան-Հայաստան խնդիրները բարի դրացիության հիմքով ապագայակենտրոն ընկալմամբ հարատև հաղթահարումը դառնալու են տարածաշրջանի երկրների երկկողմ եւ տարածաշրջանային խաղաղության, բարօրության եւ անդորի համար արժեքավոր սկիզբ։ Ու եթե այս մասով Թուրքիայի ընդդիմությունը միացել է իշխանության խորամանկությանը, ապա հայոց ցեղասպանությունն ավելի համոզիչ շղթելու մասով քայլեր են պահանջում Էրդողանից, նրան մեղադրելով անգործության մեջ։ Մտահոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունը, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ մյուսների 2021 թվականի ապրիլի 24-ին Թուրքիային ուղղված ցեղասպանության մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին, այս հարցում արդյունավետ քաղաքականություն չի կարողանում վարել։ Ավելին, Բայդենի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում հայկական թեզերին աջակցող տարբեր կարգավորումներ են գնում։ Մեր ազգը ցանկանում է իմանալ, թե 2021 թվականի ապրիլի 24-ից ի վեր Թուրքիան ինչ հակաքայլեր է արել, որովհետև մեր իշխանության լռությունն ու արձագանքների բացակայությունը քաջալերում են հայկական շրջանակների եւ նրանց աջակցող ուժերի մեր երկրի դեմ ուղղված քաղաքականությանը եւ խրախուսում են նոր կործանարար քայլերի, նշել է Մանսուր Յավաշը։ Հայերի, Հայաստանի եւ հայոց ցեղասպանության մասով քեմալականների առավել կոշտացած դիրքորոշումն ունի հայտնի պատճառ։ Թուրքիայում նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախագահի քեմալական տեխնացու Քեմալ Քլիջդարօղլուն Էրդողանի Զանգեզուրի միջանցքի փոխարեն մեջտեղ էր բերել մի քարտեզ, որով թուրքերի երազած ճանապարհը դեպի թյուրքական աշխարհ անցնում էր Իրանի տարածքով, շրջանցելով Ադրբեջանի եւ անգամ Հայաստանի տարածքը։ Սա վրդովեցրել էր ադրբեջանցիներին եւ էրդողանականներն էլ այդ տեսանյութն օգտագործեցին ընդդիմության դեմ։ Հիմա քեմալականները, որ կատարված է վստահաբար դիտարկել են ընտրություններում պարտության պատճառների թվում, այսպես ասենք, դաս են քաղել եւ հայերի դեմ ավելի շատ թշնամանք են ցույց տալիս։ Ապրիլի 24-յան մեջ բերված հայտարարությունները
հայտարարությունից մինչև Անկարայում Թալյաթի հուշատախտակի բացում եւ հիմա Աննա Հակոբյանին վարկաբեկել։ Գանք Էրդողանին։ Էրդողանական չափազանց տեղին մեդիան եւս կցվել է Աննա Հակոբյանի դեմ այս արշավին ու սա չէր կարող լինել առանց Էրդողանի հրահանգի կամ առնվազն թույլտվության։ Փաստ է այն, որ Էրդողանն ազդակ է հղում Փաշինյանին իր հետ հնարավորին չափ չառընչվող մեդիայի միջոցով։ Այստեղ չառընչվելը բոլորովին չի նշանակում չվերահսկվել։ Էրդողանն ընդունում է Փաշինյանին, շատ լավ տիրապետելով տեղեկությանը, որ իր երկրի ներսում իր իսկ հրահրմամբ ազգայնամոլ հակահայկական տրամադրությունների վերելք կա։ Նաև Փաշինյանի այցի նախօրեին Ալիևին ընդունելով եւ հայերին ցեղասպանության մեջ մեղադրելով։ Սա նշանակում է պետք է ընտրողներին ցույց տալ, որ Փաշինյանի հետ այնպես չէ, թե բարեկամացել է, եւ դիրքերի, քաշերի տարբերությունը պետք է ցույց տալ նաեւ Փաշինյանին։ Մյուս կողմից Թուրքիայի իշխանությունները այս կերպ կարող են նաև փորձել ցույց տալ Փաշինյանին, թե Թուրքիայի ներսում կա դիմադրություն հայերի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ այդ պատճառով է, որ Էրդողանը հիմա չի կարող օրինակ բացել սահմանը։ Սա իհարկե պատրվակ է։ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառներն ավելի խորքային են։ Հրդական մեդիայի Աննա Հակոբյանին վարկաբեկելու հայց պատմության մեջ ներգրավվածությունը կարելի է պայմանավորել քրդերի եւ Էրդողանի միջև հաշտության հերթական փուլով, ինչը նշանակում է նաեւ, որ քրդամետ եւ էրդողանական մեդիան է սինխրոնացրել որոշ չափով աշխատանքը։ Սրանք միայն մտքեր են, թե ինչ ազդակ էր սա Թուրքիայից Փաշինյանին իրականում կարող է իմանալ միայն Էրդողանի հետ բանակցային սենյակից դուրս եկած Փաշինյանը։ Իմանալ պարտավոր է, որովհետև մեդիան, քարոզչությունը թուրքական դիվանագիտության անբաժան մասն է։ Թուրքական դիվանագիտությունը Էրդողանի մեթոդներն ուղիղ շփվելու մասին չեն, ինչպես նախընտրում է Փաշինյանը։ Թուրքիայի եւ Էրդողանի հետ առնչվելիս կարևոր են այսպիսի մանրուքները։ Կարևոր է այսպիսի ուղերձների ինչուները հասկանալը, որովհետև դրանք որոշիչ են ոչ թե Աննա Հակոբյանի վարկի, այլ Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների կյանքի համար։